Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Շինությունը երբեք կառուցել։ Շինությունը վերջացրել եմ անցյալ տարի սեպտեմբերին կամ օգոստոսին։ Մեր ծրագրից օգտվել եք։ Սա իշքան ծրագիր կա, ամարա բոլորից օգտվել եմ։ Այսինքն հələ տպավորություն գլխականակը նոր է հասել։ Մի ամիս շաբաթ, մի ամիս 10 օր։ Հիմա բանը մսատու թե կաթնատու։ Կատնատու։ Կաթնատու։ Քանի գլուխ է։ 66։ Երկուս կատավոզ։ Այս բանում ոլորտում առաջին ներդրումն է, ձեր թելի եք ունեցել։ Անասնաբուծության։ Չէ, առաջինն է։ Այդ հողի այս ճանապարհի սկզբում որ նա ջերմոս կար, դա էլ է իմը։ Հա։ Վարդեր մեջը։ Հա, լավ է, գյուղատնտեսության ոլորտում եք։ Շատ լավ։ Հիմա մենք այս մեր մաքսիմումն է, որը ֆինանսավորում ենք։ Ոչ, պարոն վարչապետ, իրականում սկզբից փոքր պայմանագիր է գրվել, հետո ավելի մեծ մասշտաբի գոմ են կառուցել, այսինքն եթե սկզբանե այդ մեծ պայմանագիրը ունենք ավելի շատ կողմենք, ավելի շատ փոխհատուցենք, ծրագիրը ցույց է տալիս, բայց օգտվել են 50% գոմի փոխհատուցում, 40% անասունների գնի փոխհատուցում, բազմաթիվ սարքեր են գնել, այսինքն ծրագիրը լավն է, հա։ Շատ լավն է։ Բան չի չեն շատ օգտվում։ Ես պատրաստվում եմ էլի օգտվել։ Ճիշտ եք անում։ Ճիշտ եք անում։ Մենք հիմա բան ենք անում, մենք պետք է մասշտաբներն էլ մեծացնենք։ Այսքան սպասեցինք, որ միջին մակարդակի բանը լինի, բայց պետք է մեծացնել մասշտաբները։ Մեծ են ուզում մարդիկ, թող մեծ անեն։ Այսինքն իրանց փողը դնում են, պետությունն էլ հետո օգնում է։ Այսինքն փոքրով Փոքրին էլ փոքրի համար չենք փակում, բայց վերևի սահմանաչափը պետք է էականորեն անգամներով պետք է մեծացնել։ Թող մարդիկ ներդրում անեն, բան անեն, աշխատեն, ինչ կա որ։ Լիզինգ ծրագրից էլ եմ օգտվել, ինչքան Բա որտեղ են գտվելու կովերը։ Ուտեղ կարող գնանք ցույց տալ։ Հա, գնանք։ լիզինգով Հա, հասկացա, ստեյց մտնում են, հա։ Այսինքն իսկ երբ կսկսեք կթել։ Հիմա կաթը ինչ եք անելու։ Կաթը սկզբի ժամանակում կհանձնեմ։ Իսկ արդեն պայմանագիր բան ունեք։ Չէ, սկզբի ժամանակում կհանձնեմ, բայց մտադրություն ունեմ ես ինքս վերահսկում։ Ավելի լավ։ Տարածքը կա, ձեր ծրագրերն են։ հետո սարքերը էլի լիզինգով կգնեն, վերամշակ։ Այս սարքերն եք լիզինգով ձեռք բերել։ Սա չի, այստեղ ինչքան ջրխմոցներ, վենտիլատորներ, քորիչներ, այս դվիժոկը։ Կներեք, իսկ սրանք ինչեր են։ Սա հորթի բներ է։ Հորթի բու։ Հա։ Չէ, լսեք Իսկ են։ նա այդ կերը աղացող սարքն է։ Կերը աղացող սարքն է, այն տրակտորն էլ է լիզինգով, այդ կարն էլ է լիզինգով, այն փաթեթավորման սարքն էլ է լիզինգով։ Այս հարնարաններն լիզինգով։ Իսկ դուք բանից ուրիշ բիզնես էլ ունեք, էլի գյուղ ոլորտի։ Չէ։ Տխարանի սահմանային հատվածն է։ Այսինքն ստեղ օգոստոսից հետո նոր կսկսի աշխատել համակարգը։ Կարծում եմ մայիսի վերջում էլ երբ որ ծնեն, արդեն միանգամից կգան ստեղ։ Դելավան համակարգի կթարանա, դա էլ արելի լիզինգով դերված։ Իսկ քանի մարդ է աշխատելու տարածքում։ Հիմա 3, բայց պլանավորվում է երևի 6 կամ 7, երբ որ
կփելու վաղ։ Այդ բանն էլ պատմեք էլի, որ ոնց է ուզեցի աշխատող գտնել։ Մասի ձեր սոցիալական ծառայությունը մասիսի ասեցի որ ՍՊ-ն բացել սենց ասեցին լավ եղավ հեռախոսի համարը տվեցի զանգեցին ով զանգում էր ասում էր պահակություն եմ ուզում չուզեցին աշխատեմ ես էլ հիմա հնդիկ 3 հոգի մարդ եմ վարձել եմ Բայց ասենք ինչ պետք է անեին որ ավելի վատակ համ կերտային բայց կերնել այն 5 յուղական մեթոդներով չեն տալու Հա այդ պատրաստի կերա պետք է լցնեն Այդ մեքենայով պրիտոմ Իսկ ինչքան աշխատավարձ կտայիք Ես հիմա իրանց 200,000 եմ տալու Այսինքն 200,000 նաև առողջության ապահովագրության շահառու են դառնում մարդիկ Հա Իսկ տարածքում նախորդ անգամ մի անգամ էլ այցելից մեկի ժամանակ որ եկան խելացի անասնաֆերմա, էլի մասիսում Չենի զորակում էր։ Ես տեսել եմ ձեր այդ զորակում որ մեկ երկու կիլո Չէ, մասիս խոշորացված համայնքում էր, էլի, հա։ Ահա։ Շատ լավ է, շատ լավ է։ Ուրախ եմ, մենք եկեք սահմանաչափերը բան անենք, որ Նախագիծը շրջանառվում է, բանաչափետ, ընդ որում 800 եւ ավել։ Այսինքն այո, կարելի է կողքնել դնել, էնել դնել։ Այսինքն կարևորը Կոլուշկեքը խփել եմ արդեն ստեղել եմ ուզում սակ։ Էս էլ ճիշտ եք անում։ Ճիշտ եք անում։ Ճիշտ եք անում։ Շատ լավ, հարգելի գործընկերներ։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Անվարչապետ Ախտովարի հետ կապված մենք մեծ խնդիր ունենք Մասիս համայնքում, խիչ քաղաքում չէ, խոշորացված համայնքում 4 տարի դատական process-ի մեջ էինք, անհասկանալի պատճառով համայնքը դատանում կրվեց։ Իսկ ինչն է վեճի առարկան։ Վեճի առարկան մենք մտել էինք հայցով, որ վարձակալած պայմանագրերը լուծենք, որ աղբավայրը փակենք, մենք համայնքի աղբը Երևան ենք տանում։ Ավելի թանկ է նստում համայնքի վրա, բայց տանում ենք Երևան, որ ամեն օր ծուղ գարշահոտություն է։ Հիմա դատարանը մերժեց մեր հայցը։ Հիմա տարբեր տեղերից անօրինական բերում դստում են աղբը գարշահոտություն ծուղ, միջև Արտաշատ, միջև Երևանի հասնում է։ Ես այդ մասով Ինչ է ակնկալում որ անենք։ Միջնորդությունը շրջակա միջավայր տարածքային համայնք համատեղ ուսումնասիրություն անեն, օդի աղբվածություն ստուգեն, մի հատ հասկանանք այդ խնդիրը։ Ում գործն է, տեսչականի Տեսչական է բնապահպանության օրենքի մոտ խոսում։ Տեսչականի։ Տեսչականը գալիս մի Այսինքն մոտիկ է բնակավայրից։ Քաղաքի մեջ է։ Քաղաքից մի կիլոմետր պրոբլեմ է, ամեն օր խնդիր ունենք։ Իսկ ով է մյուս կողմը որ։ Մյուս կողմը հիմա Չէ նկատի ունեմ մասնավոր է, պետական։ Մասնավոր է։ Նախին պաշտոնատար անձածից մեկի եղբայրն է։ Չենք էլ կարում առաջարկել ենք, որ այդ հողը 15 հեկտար տվեք համայնքին, համայնքը հող նվեր տա ձեզ, պրստենք էլի այդ խնդրից չեն համաձայնում։ Մի հատ օդի աղտոտվածություն, հարակից գետերով բարձր զիբիլ է լսված։ Մի հատ կնայենք։ Տեսչական թողամյադնայի կարծիք տա կնայենք։ Շատ լավ։ Բազմիցս դիմել ենք տեսչականին, գալիս 200 տուգանում գնում են, պետք է որ նստում ածում։ Առաջ։ 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 Գնացինք։